Բարի երեկո, եթերում աշխատանքն է շարունակում օր լրատվական ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ժամանել է Արցախ։ Մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների նախագահները խորհրդակցություն են անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Սահակյանն նշել է, որ մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը եւ բանակի մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումը այսուհետ էլ կլինեն պետության առջեւ ծառացած կարևորագույն խնդիրները, հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը։ Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ։ Հյուսիսարևելյան Մարտակերտի ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ ականանետ։ Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է 2 միջադեպ։ Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել Պաշտպանության բանակի զինծառայողներ 1991 թվականին ծնված Էրիկ Բորիսի Մաթեոսյանը եւ 1996 թվականին ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը։ Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը ժամը 1-ի սահմաններում արևելյան Ակնայի ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը Ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել եւ հետ է շպրտվել։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակամարտ շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը եւ վերահսկել օպերատիվ իրավիճակը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովում հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ռազմական հանցագործությունների ապացույցները։ Գրքույկն էր բաժանել 47 երկրների գործընկերներին, այդ թվում թուրքերին ու ադրբեջանցիներին։ Հայկական պատվիրակության անդամները ընդգծել են ամբողջ աշխարհը բազմիցս փորձել է զսպել Ալիևին, բայց Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովում Բաքվին հաջողվել է գտնել եւ կաշառել պաշտոնյաների կորզելով ագրեսիան արդարացնող դիրքորոշում։ Հայ պատվիրակներն Ադրբեջանին կաշառված լինելու համար մեղադրել են վեաժողովի նախագահին, հիշեցնելով, որ նա հայտնի է որպես Բաքվի շահերը սպասարկող պաշտոնյա։ Ռազմական հանցանքների վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացրած փաստերին ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, թե Եվրոպան տնտեսական շահեր ունի Բաքվում, անուղղակի ակնարկելով, թե էներգետիկ ինչ խնդիրներ կառաջացնի Ադրբեջանը Եվրոպայի համար ռազմական հանցանքները նկատելու եւ քննարկելու դեպքում։ Անհեթեթ շանտաժից բացի Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը աչքի ընկավ նաև անհեթեթ դիտարկմամբ, նշելով, թե Ադրբեջանում այս պահին հանգիստ ապրում է 30,000 հայ։ Վեաժողովի մեկնարկից առաջ հայկական պատվիրակությունը դիմել էր ադրբեջանական հանցագործություններն առանձին քննարկելու առաջարկով։ Նույնպիսի առաջարկով, բայց ադրբեջանական ընկալմամբ դիմել էին նաև Բաքվի պատվիրակները։ Վեաժողովի բյուրոն որոշել է խնդիրն ընդհանրապես քննարկման առարկա չդարձնել, խուսափելով թեժ բանավեճերից։ Հայաստանի Հանրապետության նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ռուսաստանյան Նովոստի լրատվական գործակալության զրույցում այսօր հայտարարել է, որ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ չի քննարկել Ադրբեջան-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու ժամկետները։ Նա նշել է, որ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները բազմիցս հայտարարել են, որ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելը հիմնախնդրի կարգավորման առանցքային սկզբունքներից մեկն է։ Հայաստանի նախագահի խոսնակի տեղեկություններով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին այցելելու է Հայաստան։ Դա լավ առիթ կլինի շարունակելու քննարկումները ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների, Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների, խաղաղ բնակչության նկատմամբ կատարած հանցագործությունների նկատմամբ Ռուսաստանի մոտեցումների շուրջ։ Նաև դիտարկելու բանակցային գործընթացի հեռանկարները, որի հիմնական էությունը անշուշտ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է իրացնելու սեփական ինքնորոշման իրավունքը։ Սահմանին կանգնած զինվորներին գոտեպնդելու համար շարունակվում է աշխարհասփյուր հայության աջակցությունը։ Հերթական օգնությունն Արցախ է հասել Բելգիայից եւ Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզից։ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստում կամավորները տեսակավորում եւ փաթեթավորում են սննդամթերքը զինվորներին ուղարկելու համար։ Հերթական օգնությունը Բելգիայից է։ Տեղի հայ համայնքի հանգանակության շնորհիվ համայնքի ներկայացուցիչներն Արցախում են եւ իրենց օգնությունն են բերել սննդամթերքի, հագուստի, անհրաժեշտ սարքավորումների տեսքով։ Եկել են զորակցելու Արցախի զինվորներին եւ ժողովրդին։ Կոչ ենք արել մեր ամբողջ հայ համայնքին,
այդ թվում մասնակցություն են ունեցել Հոլանդիայից, Գերմանիայից, Ամերիկայից, Ռուսաստանից, Կորեայից անգամ դարձել ենք 1 հոգի եւ այսօր գտնվում ենք այստեղ մեր Սուրբ Հողում Արցախում եւ փորձում ենք աջակից լինել մեր հայ համայնքի հանգանակած գումարը ներդնել մեր բնակչության եւ բանակի ապահովության եւ բարեկեցության համար։ Բարեգործական կառույցը գործում է շուրջ 3 տարի։ Հանգանակվել է 10,005 եվրո։ 7 տարեկան երեխայի հանգանակած 5 եվրոն ամենամեծ օգնությունն է։ Հայ հայրենասիրությունը գենետիկ ուժ ունի, ասում է Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Martirosyan-ը։ Դրա համար այսօրվա 18-20 տարեկան երեխեքը մեր սերունդին գերազանցեցին։ Կատարյալ հերոս սերունդը։ Իրանցից հետո կրկնակի հերոսն ելնելու։ Ամենավորակովն են լինելու։ Պարքև Սրբազանը Ապեր Սարգսյանին ճանաչում է դեռ 92-ից։ Ծառայել է Շուշիի առանձնակի գումարտակում։ Անկախ գտնվելու վայրից այսօր նա նորից վտանգված հայրենիքի կողքին է։ Ես համարում եմ այս գործը պարտականություն, որովհետև ամեն մի հայ պարտավոր է լինելու մեր բանակի եւ մեր Արցախի սահմանների կողքին։ Ամեն մեկը մասնակցել է իր ներդրումով, այսօր ի շնորհիվ իրանց մենք կարողացել ենք այս մի փոքր ձևով մենք օգնություն հասցնենք մեր բանակին։ Բելգիայի համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր գործում։ Կազմակերպիչները համոզված են, որ բարեգործական կառույցը շարունակելու է իր աշխատանքը, ընդլայնելով աշխարհագրությունը։ Համախմբել ամբողջ աշխարհի հայությանը, ովքեր ինտերնետային կերպով կարող են փոխանցել գումարները եւ ապագայում եւս ներկային գտնվելու Արցախում եւ այդ ամբողջ գումարը հատկացնելու ենք որպես օժանդակ օգնություն մեր բանակին։ Բարեգործական ծրագրին միացել է նաեւ Սմոլենսկի մարզի հայ համայնքը։ Խոշոր գումար են բերել, որ կամենում են տալ կենտրոնացված ձևով, որ մենք դա ի նպաստ Արցախի, նպաստ մեր ժողովրդի եւ բանակի օգտագործենք։ Հայկ Աբրահամյանն իրապես հպարտանալու պատճառ ունի։ Երկու որդիներն էլ Արցախում են ու իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ։ Ինչպես բոլոր համայն հայությունը, այնպես էլ մենք իրավունք չունենք զերծ մնալու այն ամենից, ինչ կատարվել է ու կատարվում է այսօրվա դրությամբ Արցախում։ Մեր աջակցությունը գումարի կարգով փոխանցենք ձեզ հանձինը Սրբազանին, Սրբազանը լավ գիտե, ինչ պդենե, ինչի պդենե ու երբ պդենե։ Անկախ գտնվելու վայրից հայը հոգու կանչով համախմբվել է Արցախի շուրջ եւ իր զորակցությունն է հայտնում սահմանին կանգնած զինվորին, հուսալով, որ համայն հայության ջանքերը կծառայեն նպատակին։ Բոլորս համախմբվել ենք մեկ նպատակի շուրջ։ Մեր արդար հարցը միջև վերջ տանելու եւ տանելու ենք։ Եվ բոլորից շնորհակալ ենք, թող Աստված մեզ միասին եւ միաբան պահի։ Գոհար Ռուստամյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Սահմանին կանգնած զինվորին որևէ կերպ աջակցելու ցանկությունը յուրաքանչյուրի մոտ յուրովի է դրսևորվում։ Սերը, տարիքը կամ պաշտոնը խանգարող հանգամանքների թվում չեն։ Այս համոզմունքով էլ մի խումբ ուսուցիչներ երեկվա իրենց կիրակին բանակին են նվիրել։ Կարի մեքենաների առջև փոխարինելով երկրորդ շաբաթն առանց դադարի աշխատող դերձակուհիներին։ Կարի մեքենաների մոտ հիմնականում աշխատանքի ուսուցման ուսուցչուհիներն են եւ դասվարները Ստեփանակերտի մի քանի դպրոցներից ընտրության հարցում ոչ թե մանկավարժական փորձն է որոշիչ եղել, այլ կարելու հմտությունը եկել են մեկ օրով փոխարինելու բանակի կարիքների համար արդեն երկրորդ շաբաթն առանց դադարի աշխատող դերձակուհիներին։ Կաշխատենք այնքան, ինչքան որ հարկ լինի, ինչքան որ պետք լինենք։ Մենք պատրաստ ենք ազատ օրերը, ինչքանով որ կարող ենք օգտակար լինենք մեր բանակին։ Շատերը արագ աշխատելու լրացուցիչ խթան ունեն, գուցե հենց սահմանին կանգնած իրենց հարազատի համար են կարում։ 10 օրից ավելային եղբայրն էլ այդ դիրքերում, այո, կամավորականների շարքերում ու ես ամեն մի թիկնոց կարելով մտածում եմ երևի իմ եղբայրներ իմ կարած թիկնոցը հենց կհասնի իմ եղբոր մոտ։ Նախաձեռնության հեղինակը ազգային ժողովի պատգամավորներն են, ովքեր ոչ միայն գաղափարն են տվել, այլև օրինակ են ծառայում առաջին շարքում, ոմանք կարում, ոմանք կարածահավաքում փաթեթավորում են։ Ռիտա Մնացականյանը կարելը չի դադարեցնում անգամ զրույցի ընթացքում, չնայած վստահեցնում է, գոնե աշխատանքի ուսուցչուհիների հետ չի փորձում մրցել։ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում ենք Եթինկեր Դադյանը, Լյուդմիլա Բարսեղյանը, անդադ փորձում ենք ինչ-որ բանով օգտակար լինել։ Նախ հումանիտար օգնություն կազմակերպեցինք, բայց հետո մտածում ենք, որ սա քիչ է։ Եվ խորհրդակցեցինք եւ որոշեցինք, մանավանդ որ լսում ենք, որ ասենք չեն հերիքում բանվորները, որ հիմա դիրքերին
քնապարկերը պետք, ասենք անդրեվանոցները պետք եւ այլն։ Եվ որոշեցիք զբաղվել այդ հարցով։ Եկանք այս արտադրության ցեխի մոտ, 3 պետերի հետ էլ խոսեցինք, պարզվեց, որ միայն այստեղ կա կարիք բանվորների։ Եվ պետք է ասել ընկերդադարանը իսկույն կապվեց կրթության բաժնի վարիչի հետ, որը շատ պատրաստական, իսկույն կազմակերպեցինք այդ գործը։ Նախաձեռնությանը միանալ ցանկացողների թիվը ավելի մեծ է։ Խումբը հավաքել են արտադրամասի չափերին համապատասխան, սակայն եթե հարկ լինի, նախաձեռնությունը կրկնելու եւ ընդլայնելու են։ Նորայր Հովսեփյան, Հայկ Բաբայան, օր։ Սփյուռքի հայ համայնքները շարունակում են դրանց ներդրումն ունենալ Արցախի անվտանգության ամրապնդման գործում, որպես աջակցություն Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի հայ համայնքը Ստեփանակերտ է ուղարկել 4 մեքենա։ Բանալիներն այսօր համայնքի ներկայացուցիչը վերածնդի հրապարակում հանձնել է Արցախի ազատամարտիկների միության նախագահին։ Սամվել Կարապետյանն իր եւ Պաշտպանության բանակի հրամանատարության անունից շնորհակալություն է հայտնել Օրենբուրգաբնակ հայերին հայրենիքին սատարելու համար։ Օրենբուրգի հայ համայնքին երախտագիտություն է հայտնել նաև վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով սահմանն ամուր է նաև սփյուռքահայերի գործուն աջակցությամբ։ Մեզ դերն է ունեցել նաև Նվերը տալիս ենք Արցախի բանակին, գիտենք, որ իրանք այդ պահանջը ունեն։ Մենք ցանկանանք, որ կռվի դաշտում չօգտագործի, այլ թող իրանք միշտ կգնահատեն մեր սահմանում, բայց կռվի չլինի։ Արցախահայության կողքին վստահ կանգնած են նաև Վոլգադոնսկ քաղաքի մեր հայրենակիցները։ Տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հանգանակություններով ձեռք է բերվել ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որը նույնպես ուղևորվելու է դեպի Պաշտպանության բանակ։ Նվերը Արցախ են հասցրել համայնքի ղեկավարն ու մի խումբ երիտասարդներ։ Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցները կարևորում են նաև բարոյական աջակցությունը, անհրաժեշտության դեպքում զենք կվերցնեն ու կշտապեն սահման։ Իմանալով ամսի 1-ի իրադարձությունները Ղարաբաղի ամբողջ ռազմական գծի սահմանով, ամեն մի հայ էլ մտածեց ինչով կարող օգտակարել մեր Վոլգադոնսկ քաղաքի Նոյան-Տապան հայկական համայնքը, որոշեց օգնություն կազմակերպել Ղարաբաղի մեր հայրենակիցներին։ Հանգանակություն է կատարել ողջ ամբողջ քաղաքի հայությունը, ինչպես նաև կողքի Զիմովնիկի մասնավորապես եւ Դուբովկայի շրջանի որոշ ներկայացուցիչներ Ցեմլյանսկից հավաքվել է գումար, վերցվել է մեքենա եւ բերվել է ձեր մեր ընկերներին, մեր հայրենակիցներին, որպես ինչ որ չափով հնարավոր լինի ամրացնել ձեր մարտական ոգին, որ չեն կասկածում առանց մեծ օգնության շատ բարձր է, բայց միևնույն ժամանակ ամեն հայ երևի թե իր կյանքում օգնելու ժամն ու հնարավորությունը միշտ էլ ունեցել ու պիտի ունենա։ Ամեն մեկն էլ պետք է այդ քայլը կատարի։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Խաղաղ գիշեր եմ մաղթում եւ մինչ նոր հանդիպում։